Ոստիկանության գնդապետը Արթուր Վանոյանին ճանաչում էր երիտասարդ տարիքից, լեյտենանտի կոչումից փոխգնդապետ, ապա գնդապետ։ Արթուր Վանոյանի ծառայության 22 տարիները գնդապետ Խաչատրյանի աչքի առաջ են։ Համատեղ ծառայությունը հետո վերաճեց մտերմության ու ընկերական ջերմ հարաբերությունների։ Օրենքին պետականության ամրապնդմանն ուղղված գնդապետ Վանոյանի ամենօրյա աշխատանքը նվիրում է արդյունքեր նրա էությունը։ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան ցնցված է դեպքից։ Վստահելի ծառայակցի հայրենիքի նվիրյալի ու հավատարիմ ընկերոջ մասին ոստիկանության գնդապետը առանց հուզվելու խոսել չի կարողանում։ Ինքը եթե ինքը այսպես չլներ, ես իրան չէի ճանաչի։ Ինքը պետք է տենց աներ։ Բայց ափսոս, այսօր ոստիկանի վրա են կրակում, չեմ հաշվում, որ ինձ հարազատ մարդ էր։ Կրակել են պետականության վրա։ Պետականության, որի համար Արթուր Խաչատրյանի խոսքով հազարավոր տղաներ գլուխ խոնարհեցին։ Ամենահայը, մեկ բառով ընկերոջն այսպես է բնութագրում Արթուր Խաչատրյանը, աշխատասեր էր, բարի, կենսախինդ, նվիրված ընտանիքին։ Բազմաթիվ են օրինակները, երբ Արթուր Վանոյանը դրսևորել է այս ու մարդկային մնացած բոլոր բարձր արժանիքները, որոնց կրողն էր ու նաև փոխանցողը կրտսեր ծառայակիցներին։ Իրան կարող էր վստահել կյանքը, կարող էր վստահել գունդը, կարելի էր վստահել երեխայիդ, ամեն ինչ ինքը վստահելի էր։ Ես գիտեի մի բան, որ Վանոյան Արթուրը եթե կողքիս է, ուրեմն ամեն ինչ հնարավոր է անել։ Մարտական ոստիկանական համակարգի, մանկության ու նաև մյուս բոլոր ընկերները համալրում են զոհված ընկերոջ մասին գնդապետ Խաչատրյանի թվարկումը։ 1990-ականներին Արթուր Վանոյանը կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Գրիշա Շահինյանը ևս Արթուր Վանոյանի հետ Արցախյան գնդում էր։ Իրան չէին էլ կանչել։ Ես տեսա Արթուր բա ոնց, ասեց, հա եկել եմ այդքան, բա ոնց, ասեց, դա ամեն մարդ պետք է սպասի, որ մեկը գա տնից տանի, ենեք եթե ես ընդեղ կհասնեմ, չի ენი գա հասնին դուրը, թուրքի մասին էր խոսում, էլի։ Լույս շեթանք ընդեղ վերջացնենք, պրծնենք ես հաշիվները։ Ու իրոք ճիշտ էր ասում, ինքը մարտի դաշտում է շատ հոյակապ տեղ է, մարտի դաշտում կողքը տեղ, վերջնի, ձիգ կայնած։ Ամենօրյա զբաղվածությունը հաճախ հանդիպելու հնարավորություն չէր ընձեռում, բայց ամեն դեպքում զինակից ընկերներն ամուր էին պահում հոգևոր կապը, որը ձեռք էին բերել կյանքի ու մահվան սահմանագծում, Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի միասին պայքարելիս։ Հայրենիքի ճակատագրով մտահոգ Արթուր Վանոյանն ապրիլյան պատերազմի օրերին ևս առաջնագծում էր։ Հավեսով մտածող, հանգիստ, ռեալ էր մտածում, խոսքը ամուր էր իրա, հետ դարձնող խոսք չկար, որ այսօր ասեր, վաղը փոխեր։ Ես հավատում եմ, որ ինքը լիարժեք առաջ է շարժվելու իր բանի մեջ, բնավորության գծերի իր գործնական կյանքում, չէ երկասկացում, ափսոս որ տենց ընդհատավ։ Ընկերներից շատերը ցանկանում, բայց խոսել չեն կարողանում։ Արթուր Վանոյանը ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին, անցնելով Օպերլիազորից Պարեկապահակետային գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին։ Համակարգում նրա վերելքը ծառայակիցների խոսքով մասնագիտական գիտելիքների ու մարդկային բարձր որակների շնորհիվ էր։ Խիզախ էր, լսող էր, բարեկամեցող էր, անելիքներ շատ ուներ, նպատակներ ուներ, մոտակավորերս որդուն պետք է ամուսնացներ, թորնիկների համար ուշ կգնում էր։ Ոստիկանության գնդապետն ամենօրյա ծառայությանը զուգահեռ զբաղված էր տղայի պսակադրության նախապատրաստություններով։ Միակ որդու հարսանեկան արարողությանը սպասում էր անհամբերությամբ։ Ընտանեկան սպասվող տոնի հրավերները արդեն ուղարկել էր ընկերներին։ Հրավիրված ենք, այս երեխան իմ գրկում է մեծացել։ Գիշերը ժամի 1-ի կոմերն եմ իրան վերջի անգամ տեսա, ես ծառայությունը երբ որ եկա գունդ հանձնեցի։ Պարեկապահակետային ոստիկանը հերթափոխից տուն էր վերադառնում։ Ծառայության ընթացքի մասին զեկուցել է գնդապետին ու հրաժեշտ տվել, չիմանալով, որ վերջին անգամ է տեսնում։ Ծառայությունը կշարունակի ականջալուր իր համար սկզբունք դարձրած գնդապետ Վանոյանի հորդորներին։ Մայա Խաչատրյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։